Բարևներ սիրելի հետևորդներս, տեսեք ինչ գեղեցիկ պատկեր է, բնապատկեր, եղանակը անպածը, կիսը անպած, մի հատ սև մեծ ամպ եկել է, արևի ճանապարհը փակել է, ու ես էլ գնում եմ հողամաս, հով է, իսկական աշխատելու եղանակ, բայց այն մասը բաց է, չգիտեմ, կթրջվեմ, չեմ թրջվի, գնում եմ։ Քամոտ եղանակը, քամի է, ես թվում է անձրև կգա, մի հատ հլստե նայեք, դուք էլ երևի այսպես կմտածեք ինպես, որ անձրև է գալու, բայց մեր այն կողմը բաց է, չգիտեմ։ Դե արդեն գիտեք, որ անձրև, արև, ամպրոպ, հաշվի չեմ առնում, գնում եմ, կթրջվեմ, հո կթրջվեմ, խոքին է։ Կարևորը հով է, իսկական աշխատելու եղանակը։ Այն վերևի մասն էր մի քիչ քամոտ, այս որ իջնում եմ արդեն գետի այս մասը, մի քիչ քամին դադարեց։ Մի քիչ քամին դադարեց։ Բայց լավ հով է։ Այն որ մեքենա ունենայր, մեքենայով հավեսին գնայր, երկար էլ աշխատեիր ու գայր։ Մենակ եմ գնում, ինչպես միշտ, Ամալյան գործից գա, երևի կգա ինքն էլ գործ ունի հողամասում։ Մենակ էլ լինեմ, դե էտա ինչ անեմ, գնում եմ իմ համար, գլուխս կախ, աշխատում եմ։ Մենակ ուշադիր եմ լինում ձայներին, որ ձայներ, մաներ, ճիչեր, թռչունների, դես ու դեն եմ նայում, էտա։ Եկան հասա այստեղ, մի պահ կանգ առնեմ, տեսեք։ Ու շարունակեմ ճանապարհս, լավ քամի է։ Եկա հասա իմ կանգառը, սիրելի հետևորդներս, ու մի պահ կանգ եմ առնում, շունչ քաշեմ, ստեղ հով է։ Այս մազերս էլ աճել է միջից, երկարել, քեզ թվում է, որ կտրել եմ, բայց ոչ երկարել է մեջերից այս չափի է։ Ամբողջը այդ հնդկական յուղերի ու շամպունի հաշվին։ Քամի է, քամի սիրելի հետևորդներս, բայց շոք է, հելա այս վերևի մասը արև է, ներքևն էր անպած, ամպի կտորը, այդ հատվածը մի քիչ ներքև է, հողամասի այդ հատվածում արև, հեսա կգնամ, մի լավ կտժամ արևի տակ։ Արև եղավ, ճարկա, կոֆե կդնեմ, կոֆե կխմեմ, մինչև արևը մի քիչ կանցնի, այսօր հիմնականը խոտերն եմ մաքրելու, քաշեմ, սոխերը քախանեմ, խոսքը այս մազերի հետ, տեսեք ինչքան է երկարել մեջերից, սենց սիրուն, երկարել չոլկա է եղել, ես էլ չոլկա չեմ սիրում, ներվայն անում եմ, որ լծվում է աչկերս, չոլկան, հիմա էսա ամբողջ աշխատելուց քամին կբերի, կլցնի աչկերս, բա, ինչ անեմ, չեմ անում, հանգստացա և իմ ճանապարհը շարունակեմ։
էլ է ինչ քամի է, քամի, ինձ մի տանի, քշում է քամին, և ես էլ հասա արդեն իմ հողամասի տարածքներ, այս մասում արև է, ամպերը այն կողմն են, տեսեք, հողամասի այս կողմը բաց է, ես ինչ ասեցի, որ մեր կողմը բաց է, մեր անձրևը այս դիմացի սարերից է, հետ վերը եթե ամպում է, նոր անձրև է գալի, ոայ, օծը փախավ, ոտերիս տակից այ մարդ, ոյ, ամբողջ թթերը թափվեցին տակ, հələ միած տե նայեք, ես ինչքան թութ է թափվել, փոթորիկ, ափսոս այս թթերը սիրելի հետևորդներ, ամբողջը տակ թափվեց, ոնց որ թթի անձրև գա, ափսոս, հələ ստեղ, այ, բա մի հատ թութ չմնաց վրան, որ ուտենք, ամբողջը թափվեց, քամին լցեց տակը, չիր արեց, չկա, որ չկա, կգնամ, և ինչ, պիտի կանչեմ ջուրանող, ջուրանող, մարդ չկա, մարդ մուդա չկա, որը լինի, ոչ մեկնը չկա, Աստե իշքան թութա լծվե, խսիր, սաղ թթերը լծեց տակը, բա, ափսոս, հələ միած տե նայեք, նոր է լծվե, մաքուր խոտ է, ինչ է, վերցնեմ ուտա, նենց է մեծ թթեր են, բա հələ ստե, հələ թափվում են, կարելի է գալ հավաքել, ամբողջը տակն է, ասա գնա կգաս թթերի խելքին կընկնես, գործերդ կմնա, եթե վերջացնեմ կգամ թութը կհավաքեմ, խոսք չեմ տալի էլ, եթե եմ ասում, եթե շուտ պրծնեմ, հաստատ կգամ, հասա հարազատ տարածքները սիրելի հետևորդներս, խոսելով, թութ ուտելով, եկա հասա, կարևորը, որ մենակ չեմ ձեր հետ եմ, մարդ էլ չկա,
Համարյա թե ոնց որ ասած տարբերությունը չզգամ։ Մեծացել են մի քիչ, հա, մի քիչ, մի սուտ, ես ճյուղերը մի քիչ չոր են, կարելի է սրանցից գողանալ, մի քիչ պոկել, մոկել, օխ, բուշը, ես իշքան ալաղի գործ կա, այս սենց ամբողջը պետք է ալաղեմ, այս ընկույզները ինքն իրան են գել աճում, հա կտրում ենք, հա աճում, երևի ստիպված կթողենք կմեծանա, դա կրկիր այդ կարտոֆիլները ինչու տենց վարվեցին, չհասկացա այդքան տեղը, եք արդեն մեծացել են, ահագին, լավ մեծացել են, սիրելի հետևորդներս, այսօր էլ մի քիչ դանակով քախանեմ, խոտ մոտերը քաշեմ, այն լոլիկներն էլ նայեք, մեծ են, նրանց պիտի լար կապեմ, փայտով խփեմ, լար քաշեմ ու կապեմ, ոչ դրա ես չեմ անում, ամուսինս կգա կանի, սիրուն կկապեմ, որ չպարկի այդ թմբերի մեջ, խթաները արդեն խթաններն էլ արդեն մեծացել են, թաղ են քշում, թաղը գիտեք չեն, որ ճյուղ են տալի, բեղիկներ ու տես տարածվում են, նույն էլ այդ դթումները, դթում չէ, կաբաշկան, կաբաշկա է ասա, լավա թող քշեն, թաղ քշեն, իրանց համար հանգով հունգով, ստե բացա, մերկու խթամնթակը կցեմ, բա, ճյուղերն է մնաց ձեռքս, օղ, եկամ հանգստյան տուն, սիրելի հետևորդներս, Այդ է ճյուղերը, այս իմ վերևեշը, ահա 2 րոպե շունչ առնեմ, կոֆե դնեմ խմեմ, շոքա, դե տես, հովից բողոքում էի, ընդհանրապես մարդու բնավորությունն է այդպես, շոքից բողոքում ենք, ցրտից բողոքում ենք, անձրևից, արևից, ամեն ինչից բողոքում ենք, բայց չի կարելի, ամեն մի եղանակն էլ, մի երևույթն էլ իր հետաքրքրությունն ունի, իր դերն ունի, իր նշանակությունն ունի, բոլորն էլ Աստծո ստեղծածներն են։ Շիշ քորեր անգե։ Համ քամիա, համ է չորացած ճյուղերն են իրար գալի, մարդ մտածում է, որ օձ է, ուշադիր նայում եմ։ Գոնե քամին մի պա դադարի կոֆես խմեմ, նոր
Կրակը որ չքշի տանի։ Սրանք կոտրեցի, պատրաստ պահեմ։ Ինչ որ կենթանի ուզում ա գաստե։ Ինչ որ կենթանի։ Ես պիտի ուշադիր լինեմ նայեմ։ Լորտունա թե գյուրզան։ Վառեմ։ Մոտերս որեթի։ Կպավ։ Մոլոդից ես ասում եմ թուղթ վերցնեմ։ Նայեցի այն կողմ, տեսամ կրակս կպավ։ Գալիս է Սարիտենը։ Միամտվեմ, տեսնեմ լորտունա թե գյուրզաոցնա։ Ճյուղի ձայնը ուրիշ ձև ա, տերևի խշոցը, էսի մի բան սողոսկում ա, սողոսկելով է գալի։ Վայ, աշուն է, աշուն, տերևները թափեցին։ Կընկնեմ օծ փտրտելով կրակս կհանգնի կոֆեին։ Քամի չես թողում մարդ խոսա, ձայնս լսվի։ Քամի ես ու քամի, 2 րոպե լռի էլի։ Երկու րոպե լռի։ Ճտալ եմ վառվում ա, մենակ շուտ լնի, դաթարի քամի ջան, հենց խմեմ պրծնեմ նոր։ Գոնե էսի հասցնի էլնի։ Չէ, արդեն եռաց, լավ ա, էլ փաչ չեմ դնի, եռաց։ Տենաս որտեղից է հայտնվելու, գալու, բայց հաստատ գալու է, որ կոֆես հարամ կլնի հլնեմ մանգան։ Ահա։ Թշոց։
Երումա չի բարձանում։ Կերա, կքռա, ավել լավա լցնա։ Գամե։ Ճուղանգ է մեջը։ Եվ այսօր կոֆես որոշեցի այստեղ նստեմ հենց օջախի մոտ էլ խմեմ։ Այն կողմից խշխշոց է գալի, ինձ թվում է հեսա նստեմ մեջքիցը սոցը կխփի։ Այն որ ալարում եմ բարձրանամ մանգամ։ Համել որ մանեկա մեկա չեմ խփելու, չեմ սատկացնելու, ուղղակի պետք է զգուշ լինեմ։ Զգուշությունը լավ բան է։ Խմեմ անցնեմ ալաղներին։ Համով է էլի, հոզորով չի, համով կոֆե։ Դանակը տանեմ, որ դանակով սոխերի մեջ ալաղեմ։ Խմեցի, չեմ եկել հանգստյան տուն, եկել եմ աշխատելու, ելնեմ աշխատեմ։ Հենց այս բամյանների զոլից էլ սկսեմ սիրելի հետևորդներս դանակի օգնությամբ, սենց այս չայրները կտրեմ։ Մեկա չայրը ինչքան է կտրես, ինքը հլնելու է։ Գոնե սենց դանակով բացեմ բույսերը աճեն։ Նենցը կա, որ արմատով է հլնում։ Ուղղակի փափկելը, հեշտ է աշխատելը, քաշելը։ Դույլը չբերեցի ներքևն ա լավ, հետո նենց է պատան, որ այս չայրները արմատով են հլնում, լավ է։ Ճիշտն ասած թողել եմ, որ մեծանա, սենց բռնելու տեղ լինի, քաշեմ գամ։ Դանակով է սենց փխրեցնեմ։ Այս դույլը տանեմ, որ խոտերը լցնեմ մեջը, թե չէ մի գործս կդառնա երկուս։ Դանակի օգնությամբ եմ անում, բամյաները ազատեմ խոտերից։ Փոքր է հեսա, ընդեղ թռչունների երքի տակ ես խոտերը քաշեմ։ Տեսեք, այսենց որ իր մեծանում է, ինքը լավ դուրս է գալի։
Գոնե այսօր հասցնեմ ահագին ալաղանեմ, սրանք որ մեծացան, բույսերին կխեղտեն, չեն թողի աճեն։ Իհարկե սա փրկություն չի, էլի աճելու են։ Ուղղակի այս պահին է, որ ազատում եմ խոտերից։ Էլի ջուրը կպավ, իրենք արմատից, որոշ ժամանակ հետո աճելու են։ Մի հատ էր պոչիկս կոսանեմ։ Հիմա ոնց կանեմ, իշ կանեմ չեմ անում, բայց կոսանեմ չլծվի։ Այս պահին աշկերս պոչը դրա համար է պիտի միշտ կոսարած կամ։ Ահա, լավ մաքրազարդեցի, ես ինչա, ես հողամասի վիճակ է, հա, մազո, ես ինչա քո հողամասի վիճակը, բամոտ չի, են էլ ոնց է ամոտ, բայց դա անցած տարի էլ էր այստեղ բամյան, մի քիչ ներքևի հատվածում էր։ Երևի ես վերնաշապիկս հանեմ դնեմ ստե։ Հովա լավ։ Հեսա ուր որ այա ամալյանը կգա։ Համե փխրացնում եմ
Հողամասն էլ սիրելի հետևորդներս, կարծես թե փոքրիկ երեխա լինի, պետք է խնամես, ջրելը կերակրելն է, պարարտանյութը, վիտամինները, դեղերը, բուժումները, պատվաստումները, կարծես թե փոքրիկ երեխա ու միշտ խնամես, էտա, չարեցիր չի լինի, Բամյանները ազատեցի խոտերից և քախան էլ պետք է հանեմ, ուր է իմ քախանի ուրաքը, դա հալուրջ հարց է, որտեղ եմ թոլոզմել, այսպես կարելի ասել, ուր եմ դրել, ահա, մեկ դույլ էլի խոտ, այստեղ էլի, մեկ դույլ, հիմա էլ այստեղ եմ կոլոնում, որտեղ է քախանի ուրաքը, բահով կանեմ, բահով ավելի, վայ, լավ կլինի, շորս է գցել եմ սղ, այսպես կփխրեցնեմ ու բահով հողը կլցնեմ բկերը, ուշու միտքս այն կողմն է, տեսնեմ Ամալյան գալիս է թե ոչ, բահով հեշտ է և արագ, հիմա ասանք, համել որ ջուրը չհլնի գծվի, փխրեցնում ենք, արդեն իրանց մոտ աճ կնկատվի, չնայած էլի լավ աճել են, սիրուն այլի հավես այլ, երբ աշխատում ես, բույսերին հավեսին խնամում ես, հետո էլ արդյունքը տեսնում ես, հավես, լոբիներին էլ հեսավար կդնեմ, հետո կջրեմ, երեք չեմ ջրել լոբիները, ես վերևի հատվածներից էլ եմ փխրեցնում, հետո մեջերից
Ինչ է քարի կտորա։ Խոնավա, լավ էլ կարամ մի երկու օր էլ էս քախանի վրա չջրեմ։ Ոչ մի բան էլ չի լինի։ Լայ։ Ահա, վերջ կռվին։ Ոյ լոբի կտրեցի, ափսոս, տխրեցի, թու, բայց դե պատահում է, ինչ անենք, պատահում է, հեն որ մի հատի համար էլ սվսվում ես, մտածում ես, բայց դե պահի տակ լինում է, ինչ անեմ, բահը անզգուշ խփեցի, ու մի պահ ես լոբիների միջի խոտերը քաշեմ, այս երկու զոլը մի քիչ սենց տորոնի արմատներ են հել է, սրանք քաշեմ, նոր վար դնեմ, որ հեշտ լինի, համել հողը չտան վրա։ Ստե ինքան տորոն կար առաջի տարին, հեն որ հանեցինք քիչ-քիչ, հենա պակասեց, վերացավ։ Մնաց մեկը։ Հիմա էլ սոխերի հերթը հասավ, սոխերը պետք է դանակով փխրեցնեմ, խոտերը հանեմ, մանրանկարչության եմ մասնակցում, սիրելի հետևորդներս, ես էլ մանրանկարչությունը քաշեմ, հանեմ, Ամալյան էլ չի գալու, մենակ եմ այս տարածքներում, մի քիչ հեսա աշխատեմ, խոտ մոտ քաշեմ, երևի թե հազիվ էլ հասցնեմ այս սոխերի խոտերը մաքրեմ, ավել բան չեմ կարող։ Ու ասեմ, որ ես այս ամենը մեծ հաճույքով եմ անում, Ամալյան ասում է թող յար, գայլերը կտանեն, արջերը կտանեն, կմնանք առանց նազու, բա տարան է, ինչ ասեմ, մենակ եմ տարածքներում, սոխերը սկսել են լավ աճել արդեն, սրանք սաղ, այս աճը իմ չարչարանքի արդյունքն է,
որ սենց չնղնղեմ, չքախանեմ, խոտերը չքաշեմ, որտեղից մեծանա գլուխ գցի։ Մարդկա ցանումա, ասում է չի լինում, պետք է խնամես, ամեն անգամ այսենց տեսնում եք աշկներիդ առաջ, ես իշքան եմ խոտերը քաշում, դանակով այնել, դանակով բզբզում, սոխերի մեջ ուրակ չի մտնի, դանակով քախանում, լուրը մունչ կպել եմ գործիս, չեմ խոսում, սիրելի հետևորդներս, տարված եմ իմ այս աշխատանքով։ Դրա համար մարդու այգին ուղղամասը պետք է տանդեմը լինի, կամ էլ ավտո ունենա, արագ հավեսին, գա աշխատի, չվախենա, նստի գնա։ Սենց ինչ անում եմ, մի աշկս են կոմը, մի աշկս են կոմը, ու այդպես։ Ահա, ես ինչ ձայն լսվեց, ես ինչ ճիչեր, ես թրջունեն չի սենց կանչեց, այսով սենց եկավ գնաց, այսպես էլի։ Սոխերի ալաղից է պրծադանակով բոլոր խոտերը միջից հանեցի, սիրելի հետևորդներս այստեղ եմ լցրել, մի հատ այնտեղ, ու այս խոտերն է պետք է քաշեմ, սրանք են սիզախոտերն են, հա, մենք նաև մեր բարբառով արտաշատում ասում ենք կպչան, որն ես կպնում են շորերիդ, սրանց է ժամանակ պետք է տրամադրեմ, հերիքա, որ արդեն են փուշը տվեց, կտպնի մեր շորերին, համ է սերմա հլնում, տարածվում, այսենց սրանց է, կապ չունի, որ ստե բան չեմ ցանը, այս ջրի մասերն է, պետք է մաքրեմ, ահա, հեշտ էլ հլնում են սրանք արմատով, չայրի պես չեն, ահա, նայեք, արմատով հավեսին հլնում են ու էլ չեն է աճում, այտենց պիտի մաքրեմ, ինչև այնտեղ, ես դե գիտեք ինչն ավատ, սիրելի հետևորդները, որ ես տարածքում մենակ եմ, մենակ, հիմա կասեք հաղ դու որ օրը մենակ չես եղե, որ այսօր ասում ես, մենակ, քան ինգել եմ հավեսի, ես էլ մի քիչ քաշեմ, հլնեմ գնամ տուն, վաղը նորից կգամ հաստատ, վաղը Ամալյան է կգա, այսօր զանգեց, չի կարա գա, սիրում մաքրեմ, որ իսկական աշխատելու ժամն է, բայց ես ստիպված եմ այս տարածքները լքելու, բայց այնքան է մութ չի, հա, մեկը տեսար, մեկը եկավ, նենց լավ կլիներ, ոյ, շինչ,
օրմոտով լավ այս դանակն է մոտսը այնքան լավ է, որ օրմոտով են հլնում փոխանակ բույսերին է, հիմա կասեք Նազը գնա բույսերի բանջարեղենների խոտը քաշի, բայց ես էլ է կարևոր, որ հեսա ծաղկեց, սերմակալեց, այ, Աստված հեռու տանի։ Տեսեք արդեն այսրանք այս կպչանը եղել է, մի քիչ չորանա կպնելու է, դրա համար ես էլ է կարևոր, ու էդ էլ իրա սերմն է, թափելու է ու շատանա։ Սրանք չայիր են, սրանք մեկ է, ձերքետ փոքրերն է կմեծանան, ձերքետ կքաշեմ, լավ էլ գործ արեցի, էչ մի ասի, դու թաղերդ քշի էսյան, ես կոմ, չեմ ուզում գնալ տուն, սիրելի հետևորդներս, երնեք մենակ չլինեի, մինչև մութ ընկնելը կաշխատեի, դա տենց էլ պետք է մաքրեմ, մի հատ հլը մաքրել ասեցի մի տես ընգա, մի հատ հլը տեսնեմ բազուկները ծլել են կարգին, նորմալ, հեսա ծլել են, բայց դե ես խոտերը միջի, խոտերը թո մի քիչ մեծանան, նոր քաշեմ, չգիտեմ, խոտերը խանգարելու են, չէ, լավ էլ հեսա այս մասերը, սենց, ծլել են, շատ խիտն էլ բանի պետք չի, խիտը բարակ ալնում, որ թակ հալինում, ավելի լավ գլուխ է գցում, Ոյ, մի հատ էլ մոտենանք պղպեղի ծառին, տեսեք արդեն ծաղկում է, այսքան ես սև պղպեղ եմ ունենալու, այսքան որ ծաղկում է, ամեն մի ծաղկի հատիկը մի պղպեղի գնդիկ է, մոտիկից ցույց տամ, ահա տեսեք, քամինը քշեց, ահագին պղպեղ կունենամ, ամբողջը խոտը, ես մաս թողեմ գնամ, Վայ, ինչ լավ է, մեքենայի ձայն լսեցի, սիրելի հետևորդներս, մեքենայի ձայն, այնքան լավ կլինի, որ մեքենա գա, տեսնես ով է, ուրախացա, Այ չէ, պաստորեն մեքենան գնաց, սիրելի հետևորդներս, երևի եկե կանգնել էր ես ձայնը բավոս չեմ լսե,
չգիտեմ։ Մարդը չեկավ այս կողմը։ Ուրեմն շուտ է եկեք կանգնե, ես չեմ լսե։ Անկան լավ կլներ, բայց որ մարդ կար։ Գցի հանակի վարունգներն է ալաղեցի, ահագին էլի, ջրի վրա լոլիկներ լավ ա եղե, ափսոս ես փետ չեմ կարողանում խփել, սրանք մագլցող լոլիկներ են ու գիտեք ինչ, եթե մագլցող են, այս տակի բեչաները կտրում ես սրանք բեչաները, այս բեչաները սրանք կտրում ես, դնում ես հողը ինքը լոլիկ ա լինում, չպարկեն մինչև մի քանի օր, որ կապենք։ Այս դե սիրելի հետևորդներս արդեն ուշ ա, իրոք որ հավաքվեմ, վերջերս սառոշկաս հագնեմ, սունկամունկաս վերցնեմ ու գնամ տուն։ Իզնով լինի, հա, այսպես կաշխատեմ խելքից դուրս։ Մանավանդ այս հով հավեսին կամոտ եղանակին, հա, կաշխատեմ։ Ափսոս, ես մտածեցի մարդ եկավ, այնքան լավ կլիներ, որ մարդ գար ու ես աշխատեի։ Շատ լավ կլիներ, շատ լավ։ Դեռ իմ աչքերը այն կողմն են, աչքերս դեռ այն կողմն են։ Բա ինչ, դե ինչ, Ազո ջան, հել գնա վաղը կգաս գործերդ կշարունակես, ապահովությունը լավ բան է, վաղը կգամ կշարունակեմ, այսա ոչինչ մի քանի օր մնաց, տղաս կգա, մենակ չեմ լինի, երկուսով ջան կասենք, ջան կլսենք, ձեռքերս եմ մի հատ լվանում, այսա կգնամ են աղբյուրի մոտ կլվանամ, ես ոչ չկարողացա ձեռնոց հագնել աշխատել, չեմ կարողանում, հա գրում եք, ասում եք, չեմ կարողանում,
Մինչև ձեռքերս չի կպնում հողին, պիտի անպայման ձեռքերս կպնի հողին։ Չեմ կարողանում, իմ հետևորդուիներն էլ ձեռնոց նվիրեցին, բայց չկարողացա հագնել, չստացվեց։ Նամ տուն, մազերս հնկական յուղով յուղեմ, ու լվանամ ասեմ, որ շամպունը գերազանց էր սեսա շամպունը, գերազանց արդյունք էր, գերազանց։ Այս միկրոֆոնը դնեմ գրպանս, մենակ չկտկտա, այս լավ ժամանակ տարածքս լքեցի։ Բայց դե խելակ գործ արեցի, ահագին գործ արեցի։ Մի քիչ մազմուզս դզեմ, կապեմ, կոսը քանդեցի, տեսքս բերեմ տեղը, որ սարից իջնեմ ես քաղաք, սիրելի հետևորդներս։ Բիբարներն է ոչինչ կլինեն, ինչ պիտի ասեն, ինչ կլինի։ Ես լոլիկներն է լավ եղան։ Լավա վատա էտա։ Ես գոհ եմ, էլի ես քանի համար էլ ես շատ գոհ եմ Աստծուց, որ ինձ այսքան ուժ ու եռանդ է տալի, ես էլ կարողանում եմ աշխատել, սիրելի հետևորդներս, ոչ միայն ուժ ու եռանդ, այլև խիզախություն, քաջություն, համարձակություն եւ ամենակարևորը առողջություն։ Փառք Աստծո այսօրվա համար էլ այստեղի։ Օծս խռովել է, էլ չի գալի։ Չէ, մեքենա չկա կանգնած, ուրեմն այդ մեքենան շուտ էր եկե, կանգնել էր դե, ես ձայնը չէի լսե։ Երևի գալուց դե ներքև է իջնում, տես կամանց եկե, այդ բանը բարձրանալուց, դե պտի, ինչ են ասում, գազ տա, չէ, որ հլնի, հայ ձայնը լսեցի, գնացել է մեքենան, որ այա։ Ուա։ Հա, ասեցի ես ուղղիչ ճյուղերով զամբյուղ գործեմ, ժամանակ չեղավ, բայց հենց մատրաշնոր ճյուղեր են եղել, մի հատ տեսնեմ ինչ եմ անում, մի փոքրիկ զամբյուղ գործեմ, մտքից դրել եմ, պիտի անեմ։ Մրջամներն է թթի տակ են, թութ են կրում։ Ժամը 7-ն է, սիրելի հետևորդներս, 7-ը, 7-ին գնում եմ տուն, մենակ այս տարասներով, մի հատ է գլուխս գովում եմ։ Ու զարմանում եմ իմ քաջության վրա, սիրելի հետևորդներս, որ եթե ես էլի եմ ասել, ինձ չեմ վտանգի հաստատ, եթե իմանամ մի տեղից վախենում եմ այդ տարածքից, հաստատ չեմ գնա, հաստատ։ Այնպես որ, սիրելի հետևորդներս, դուք էլ մի վախեցեք, չվախենաք։ Աստված ինձ հետ է, դուք ինձ հետ եք, ձեզ ինչ է մնում միայն ձեզ մնում է լայքեք, բաժանորդագրվեք ու տարածեք անպայման իմ ալիքը, տարածեք ձեր ընկերների, բարեկամների էջերում, թող իրանք էլ հետևեն, տեսնեն իմ աշխատանքները, եթե կհավանեն,
թող շարունակեն դիտելը, նայելը, եթե չէ, ստիպողաբար ոչինչ չի լինում։ Այնպես որ դուք լայքում եք, ես վայքում եմ։ Շարպատ հայլը։ Այս ճյուղը իջացնեմ։ Մի լավ թութուտ է, գնամ։ Շտապելու բան չունեմ, վախենալու էլ ընդհանրապես։ Հետևորդներս, ահա ես հասա իմ սիրած վայրը, մի հատ վերևից տեսեք այս չքնաղ բնությունը։ Հավես է շատ։ Ու ես հիմա ձեզ ինչ եմ ուզում ցուցադրել, ափսոս աման չկա մոտս եւ հասել է դաշտի վիշնյան, մարմարուկը, այնքան հավեսին կամպոտ է լինում, այս տարի էլ ոնց որ թե մարմարուկի տարին է, դա ոնց որ վիշնի լինի, հատիկները քաղում ենք, սիրուն սենց, համով, փոքրիկ վիշնյա, հոյակապ կամպոտ է լինում, ահագին կա այս մասերում սրա քոլից։ Սարիեն հատվածով, այն վերևը բարձրանում ես թեքվում ես այն կողմ, լիքն է սրա։ Թուփերից, ծառա, թուփա, քյոլա, չգիտեմ, շատ կա։ Այս կողմի վրա էլ նկատեցի, ափսոս աման չեմ բերել։ Ինչքան լավ, մի քիչ լավ չի հասե։ Բայց այս տարի շատ է։ Մի քանի օրից կարելի է հլնել այդ սարի դոշը քաղել։ Այն արջի տարածքները, որ կա, սիրելի հետևորդներս, հիմա այնտեղ են դեղին մասուրի սեզոնն է, այնքան համով մասուր է, ինքը կոճերը չեն ծակում, փշոտ չեն, մեր մոտ կյորնգոզ են ասում, ինչ չգիտեմ, կյորնգոզ են ասում, բայց ես դեղին մասուր եմ ասում, ընտիրությունը մարդ ռիսկ անի, դուխ ունենա, գնա հավաքի, հազվագյուտ տեղեր այդ դեղին մասուրն էլ աճում, չգիտեմ, մեկ է տես արխելքս բրթեց, գնացի։ Հենա, գիտեին, որ կա, մի լավ քյոլել են քարերի մոտա, քարերը եկե ժայռերը թափվել են վրան, այն ժայռերի մահես քարերը եկե թափվել են վրան, էսա, այստեղ էլ կա, ժայռերը ավիրել են, պոկվել է, եկե թափվել են այդ քյոլերի վրա, հեսա, բա օծը մի հատ նայեք, սիրելի հետևորդներ, ուզում էի մոտենայի, ցույց տայի ձեզ ու ասում եմ, հեսա, օծը պահակ այս մարմարուկին, եկել է մարմարուկ հավաքի օծը, հալավ ինչ ես ունես նայում, թարս չքաղեցի քո մարմարուկը դու էլ, տենց, կներես, հանգիստը խանգարեցի, գնաց, դե որ գնացիր, եկե երևի մարմարուկ ուտի։ Կարմիր սմարոջինա։
ասա նազո մոտը տոպրակ կա, դիր քաղել, ինչից է շտապում, շատ կա, ու ասեմ այս տարի այս մարմարուկի սեզոնն է, դաշտի գիլասն է սա, զզդիրստե սիրուն, ես հատիկ եմ քաղում, մարդ կա, որ ճուղը բռնում, քաշում են, հատիկը չի լղկվում։ Ոնց որ թե կարմիր սմառոդինա լինի։ Հավես է։ Եվ ներվ է պետք, որ մարդ քաղի։ Քամի է, տոպրակը դնեմ ստե, սենց կլցնեմ։ Գնամ օծի մարմարուկն է քաղեմ։ Ինչ պիտի ասի, որ Որտներս նազոին էլ տենց բաներ պետք, որ գար ու խախանդ այս գեղեցկությունը քաղեր։ Դոյի պոսլը կանենք, հեսա ծառը կտեսնեք ու կեսնել են ցանկապատի են կողմը։ Ասեմ, որ սրանք վայրի ծառեր են, պտուղներ են, ոչ մեկ սրանք չի տնկել, որ մեկը գա ասի մասուրը իմն է, կամ էսի իմն է, սա բնության պարգև է, սիրելի հետևորդներս։ Ինչ լավն է, բա իշքան համով է, որ չեք պատկերացնի։ Ես երկու ճուղն է քաղեմ։ Հեն վերևներից վաղը կքաղեմ։ Դանդաղ հավեսին իմ հանգով գնում եմ։ Մենք սիրելի հետևորդներս ավարտին հասավ, կամուրջից այն կողմ էլ չեմ նկարահանում, եթե լինի տանը ինչ-որ ավելացնելու բան, ձեզ ասում եմ առողջ եղեք, ամենակարևորը ու անփորձանք, հաջողակ, պակա։ Սիրելի հետևորդներ, հողամասից որ գալիս է, այդ կամուրջից ես կողմ մի հատ ճուտիկ գտա, մեղքս եկա վերցրեցի, բերել եմ տուն, հիմա չգիտեմ ինչ անեմ, այս կապրի, չի ապրի, մի հատ հեսա ջուր տամ խմի, ձու խաշեմ ուտի, ձեռքերս էլ սև թութա, չգիտեմ մեղ կա, կապրի սոված է երևի, էդ ոնց էր հայտնվել այդտեղ չգիտեմ, երևի թռչուններն էին, բազե-մազե բռնել էին, բերեք գցել էին կտուցներից կարող անգած լինել։ Կոմել ասեմ մի անգամ ինչ եղել, դուրսը նստած է։ Մեղքս եկա, բերել եմ տուն, հիմա փորձեմ սրան վերակենդանացնել։ Ջուր, մի քիչ ջուր բեր տանք թող խմի։ Դիր հələ։ Դես ուզում խմի։ Ահա, խմա, լավ, թող։ Հենա խմա, աման, ծարավա խեղճը, թող խմի։
Կոստոջան ասիմ սիրուն է։ Թող խմիլի։ Մեջը մի թող ընկնի։ Եկա տուն հաց կերա, որոշեցի մի հատ էլ կոֆե դնեմ, պատշգամբում խմեմ։ Ու այստեղ ես ինչ եմ արել, սիրելի հետևորդներս, մի հատ ձվիկ եմ խաշել, որ այն ճուտիկին տամ։ Թող մի քիչ սառի, կոֆես խմեմ տամ։ Ջուր մի 2 կում խմեց։ Այս ձվիկն էլ հեսա կլնի տամ, մեղկս եկավ ճանապարհին անօգնական ընկած էր։ Իրոք որ մեղկս եկավ ճանապարհին անօգնական ընկած էր։ Երևի ինչ որ թռչուն ա տարել կամ կատու թողել գնացել ա, չգիտեմ թե որտեղից էր հայտնվել։ Լույսն անջատենք, էկոնոմիա անենք, ճուտիկին էլ տեսակ ուր եմ դրել, սիրելի հետևորդներս, իջո, քնել ա ճուտիկը, սառոշկոս տենց արել եմ տաքուկ, որ քնի, մեղկս գալիս ա, դուրս եմ գալիս, պատշգամբում այսօր հեղափոխություն եմ արել, այս ծաղիկները բերել եմ ներս։ Ահա, սենց սիրուն սարքել եմ, մի հատ ցույց տամ այս պղպեղները, տեսեք, որ դրել էի, ինչքան ա մեծացել, հաստացել, հələ այս մեկին սրան նայի, ինչքան լավ աճել ա, սրանք էլ վատ չեն, մի քիչ ձայներն են շատ մեքենաների, բայց դե ոչինչ։ Կարևորը այս անկյունում վայելում եմ իմ կոֆեն, մազերս էլ հեսա խմեմ, յուղ քսեմ, ես էլ տատիկի տված շնիկներն են, պղպեղները ինձ թվում ա ծաղկամանի մեջ շատ լավ էլ կաճեն։ Այնքան սիրուն են այս սարերը, բնությունը, ամպերը, շատ սիրուն։ Այս ժամին պիտի հողամասից գայի տուն, հա, այս ժամին դեռ այնտեղ պետք է լինեի աշխատեի, հա։ Այդ ծիծեռնակները ինչ են, նենց արագությամբ են գալիքի չամնում խփեն երեսիդ։ Հողամասում երբ որ աշխատում եմ չեմ հոգնում, գալիս եմ տուն, նոր եմ գլխի ընկնում, որ հոգնած եմ, ասեք ինչու, մի կատակ բան ասեմ, միշտ էլ ասում եմ, հենց նստում եմ, ժանգոտում եմ, ծիծաղալի է, չէ, բայց այդպես է, հա, աշխատում եմ, իրար եմ գալի, հերիքա գամ մի վայրկյան նստեմ ու հետո վեր կենամ, չեմ կարողանում աշխատել, բա, այդ է, ասում եմ, ժանգոտում եմ։ Միլենա, Տիգրան, շենքից ձայներ են լսվում։ Այս ժամերին, այս իրիկվա ժամերին բոլորը իջնում են, քայլում են, ման են գալի, ես այդպես էլ չհասկացա, ես չեմ կարող, 1000-ից մեկ, որ իջնեմ, ման գամ քայլեմ, տենց։ Այս նստվածքն էլ լցնեմ ծաղիկիս ծաղկամանի քոքը։ Հիմա էլ գնամ, սիրելի հետևորդներս, մի գործ էլ ավելացավ, ճուտիկին կերակրեմ։ Այն
գլխիս պատուհաս բերեցի, բայց դե մեղքս եկավ, գնամ ձուն փշրեմ, փորձեմ տեսնեմ կուտի, երևի սովածել է խեղճը, հյուծվել է, ջուրը խմեց, գոնե ձունել ուտի։ Ահա այսօր այս յուղն եմ օգտագործում, սիրելի հետևորդներս, բրահմա եւ ամլա, էլի խոտաբույսեր ընտիրավ։ Ուրիշն է, դեղինն էլ ունեմ, կոճապղպեղով ամլայով, բայց այսօր սա։ Յուղեմ ու ժամի կլվանա մազերս։ Թող մազերս չթափվի, էլի աճի, երկարի, տեսեք ինչքան է երկարել, բայց դե գիտեք, հո ես չեմ սիրում փռել, նեղվում եմ, մեկ-մեկ ուզում եմ կտրել գեղեցիկ կարճ կա սաներվածք, բայց հետո ափսոսս գալիս է, այսքան երկարացրել եմ, ամեն նախապատրաստում եմ, որ տատիկ լինեմ, սենց սիրուն կոս անեմ, կատակ, ոյ մեքենաների ձայները, մի փոքր յուղ եմ լցնում ձեռքիս, չթափվի, սենց շփում եմ ու արմատներին, ինքը մի քիչ տհաճ, ոմանց համար տհաճ է, բայց ինձ համար շատ հավեսին հոտ է, ես սիրում եմ այդ հնդկական յուղերի, տենց յուրօրինակ հոտը։ Անպայման մերսող շարժումներով, ես երբեք ցույց չեմ տվել ոնց եմ յուղը քսում, սենց մերսող շարժումներով, գլխամաշկին, ոչ միայն գլխամաշկին, էլ կարող ենք ընդհանուր մազերին քսել։ Այս քունքերի հատվածը, կետերը այս մասում են, քունքերի հատվածը, այս ճակատային մասը, այս ծոծրակի մասը։ Հետո կարող ենք ընդհանուր այսենց քսել ողջ մազերի երկայնքով, մազերի ծայրերին էլ է սնուցում տալիս յուղը։ Ասեմ, որ ինքը ոչ մի լաքա, ոչ մի հետք չի թողում։ Կանխում է մազաթափությունը, երկարացնում է, փայլ է հաղորդում, ամրություն, մի խոսքով ընտիրություն, փորձեք։ Սենց էլ չեմ տեսնում ոնց արի, ինչ արի, հաց հավաքեմ սենց կոսի պես ու ռեզինով խփեմ։ Всё, լավ սաներված կարեցի, չեմ տեսնում, հայլի չկա, всё, յուղն է փակեմ, կարևորը չթափի, ես էլ սենց իրելի հետևորդներս, ես գործից էլ բրծա։
Հա, անցնեմ նշ ճուտիկին կերակրեմ։ Արեք ես մաքրեմ։ Մաքրում եմ էլ։ Տենանք կուտի։ Եթե որ սա բան չսատկի, պահել ենք մեր տունը, Հա, քնելույա քո ծոցը։ ավելի լավ։ Ձակա։ Հա, մեծանալու ելնի հավ։ Կամ ակլոր։ Գտնանք ուրիշին։ Մի քիչ։ Բան անենք։ Հա, տրորում եմ, հա։ Գնա ճուտիկին բեր։ Բեր տենանք ինչ անենք։ Պահենք։ Զգուշ չգցես, հա, տեղից լավ չի վիճակը։ Հələ, վայ ոնց որ ժրել է, լիլ, հա։ Աշկերը փակա։ Բացել է, այնա ծվծվում է, լավ է։ Հələ բեր տենանք։ Մեկ էդիա բաց։ Հələ տենանք ոնց են կերակնում։ Չգցես, հա։ Դեպարի դնենք։ Դիվանից Ահա, անցավ։ ոնց որ կանգնում է ոտի։ Ոյ, կեր։ Ճուտիկ։ Կոնց սկիր օրոք։ Ահա ջոկով։ Ջոկա որ ուտի։ Համարեց։ Տաք ջուր եմ ուզում լցնել այս շշի մեջ, ինձ թվում է ճուտիկը մրսած է կլինի։ Դնեմ շորով փաթաթեմ, դնեմ մոտը, հյորկը սո շատ երմանա, այսա մի քիչ հովացնեմ, կսկոլիսո։ Միած սենց փաթաթեմ, սենց դնեմ։ Իմ այս առոշկի մեջ թող սենց տաքանա։ Ահա, իրան հաճելի կլինի տաքությունը։ Տաքանա, քնի, տաքությունը հաճելի կլինի։ Դե ինչ սիրելի հետևորդներս, այս էլ իմ օրվա պատմությունը հաստատ ինքս առածել է։ Սենց փակեմ, թող տաքանա, քնի։ Տեսեք հաճելի է, տաքը կծկվեց ու քնեց։ Դե ինչ սիրելի հետևորդներ ջան, ինչ եմ ուզում ասել, առողջ եղեք, ամենակարևորը, եթե կարաք օգնեք մեկըդ մեկի, թեկուզ չնչին մի հարցով, տեսեք ես օգնեցի այս ճուտիկին, որին գտա ճանապարհի մոտից, այն որ նկարահանումս դադարեցրի, դրեցի հեռախոսը պայուսակիս մեջ ու տեսա ճուտիկին, դրա համար չնկարեցի, օգնեք միմյանց, թեկուզ մի չնչին հարցով, եթե կարաք օգնեք, եթե կարաք մի խանգարեք։ Եվ այս ամենից հետո վերջում էլ ինչ, մի համեղ պիցա, պիցա եմ պատրաստել, Լիլիթս պիցա ուզեց, ինչքան էլ որ հոգնած էիմ, բայց դե պատրաստեցի, պիցա պատրաստելը ինչ է, հեշտ, արագ, համեղ, խմորը անում ես, 15-20 րոպեում հասունանում է ու բաղադրիչներն էլ պատրաստ են կային, ահա, տիկը ժրեց, հիմա նորից եմ բերել տաք ջուր դնեմ կողքերը, մի քիչ կերավ, ջուր խմեց և ոնց որ թե վերակենդանացման բաժանմունքից կտանենք պալատ։ Ձեր չտաս այդ ճտիկին, թող մնա, հեսա ջուրը տանեմ դնեմ կողքը և մենք էլ մեր համեղ պիցան կվայելենք։ Մենք մեր պիցան նստենք վայելենք և բոլորիդ այ հիմա իսկականից ասում եմ բարի գիշեր։